Արմեդիա YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն, իհարկե ավանդույթի համաձայն բոլոր նրանց, ովքեր որ մեզ մշտապես աջակցում են։ Շարունակեք նույն տեմպով, բաժանորդագրվեք ալիքին, հավանեք մեր նյութերը եւ իհարկե տարածեք հնարավոր բոլոր աղբյուրներով։ Սկսենք լուրերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները համաձայնել են իր առաջարկած երրորդյա հրադադարին եւ ռազմագերիների լայնածավալ փոխանակմանը, նշելով, որ սա կարող է դառնալ երկար պատերազմի ավարտի սկիզբը։ Թրամփի խոսքով հրադադարը գործելու է մայիսի 9-ից մինչև մայիսի 11-ը, այսինքն այսօրվանից մինչև կիրակի։ Մայիսի 9-ը Ռուսաստանում նշվում է որպես հաղթանակի օր երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի հիշատակի գլխավոր տոնը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Կրեմլի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը նույնպես հաստատել են համաձայնության փաստը։ Թրամփը հայտարարել է, որ հրադադարը ներառում է բոլոր ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաեւ 1000 ռազմագերիների փոխանակում յուրաքանչյուր կողմից։ Նա նշել է, որ հրադադարի առաջարկը անձամբ է փոխանցել նախագահներին։ Հուսով եմ սա երկար, այրունալի եւ ծանր պատերազմի ավարտի սկիզբն է, գրել է Թրամփը սոցիալական հարթակում։ Մինչ այդ Ռուսաստանը եւս հայտարարել էր երկօրյա հրադադարի մասին, սակայն այն արագ խախտվել էր եւ կողմերը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել մարտական գործողությունները շարունակելու համար։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունը։ Ուկրաինայի նախագահը նաեւ ստորագրել է հատուկ հրամանագիր, որով փաստացի հայտարարել է, որ Մոսկվայի Կարմիր հրապարակը հրադադարի ընթացքում չի դառնա ուկրաինական հարվածների թիրախ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այս քայլը անվանել է անիմաստ կատակ, հայտարարելով, որ Ռուսաստանին որևէ մեկի թույլատվությունը պետք չէ հաղթանակի օրը նշելու համար։ Զելենսկին ընդգծել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ եւ շնորհակալություն հայտնել Դոնալդ Թրամփին ու ամերիկյան թիմին արդյունավետ դիվանագիտական աշխատանքի համար։ Նա նաեւ նշել է, որ Կիևն ակնկալում է, որ Վաշինգտոնը կհետևի, որպեսզի Ռուսաստանը պահպանի պայմանավորվածությունը։ Իրանի պետական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ ըստ նրանց իրանական ուժերը Օմանի ծոցում վերահսկողության տակ են վերցնում նավթատար մի տանկեր։ Խոսքը Բարբադոսի դրոշի ներքո ընթացող Օշեն Կոյի նավի մասին է։ Դեպքը զուգորդվել է Պարսից ծոցում նոր բախումների հետ։ Պաշտոնական Վաշինգտոնը սպասում է Իրանի պատասխանին այն առաջարկների վերաբերյալ, որը նախատեսում է ավարտել փետրվարի վերջից սկսված պատերազմը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած վերջին բախումներին, նախորդ ամիս հաստատված հրադադարը ուժի մեջ է։ Իրանը մեղադրում է հենց Միացյալ Նահանգներին հրադադարը խախտելու մեջ։ Իրանի Միացյալ Ռազմական հրամանատարությունը պնդում է, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են իրանական նավթատար նավ եւ մեկ այլ նավ, ինչից հետո իրանական ուժերը պատասխան հարվածներ են հասցրել նեղուցից արևել գտնվող ամերիկյան ռազմական նավերին։ Ավելի ուշ իրանական Press TV-ն հայտնել է, որ մի քանի ժամ տևած փոխհրաձգությունից հետո իրավիճակը իրանական կղզիներում եւ ափամերձ քաղաքներում կրկին վերահսկելի է դարձել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Ամեն անգամ, երբ դիվանագիտական լուծումը մոտ է լինում, Միացյալ Նահանգներն ընտրում է նոր ռազմական արկածախնդրություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից ամերիկյան նավերի վրա հարձակումները անպատասխան չեն մնալու եւ ընդգծել է, որ Վաշինգտոնը կարմիր գծեր ունի ու հստակ ներկայացրել է դրանք Թեհրանին։ Ռուբիոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները պարզապես պատասխանել է իր վրա իրականացված կրակին ու քննադատել այն տեսակետը, թե հրադադարի պայմաններում ամերիկյան ուժերը չպետք է արձագանքեին։ Նրա խոսքով, եթե որևէ մեկը հրթիռ է արձակում ԱՄՆ նավի ուղղությամբ, ամերիկյան ուժերը հարվածելու են կրակ բացած կողմին։ Ռուբիոն ասել է, որ Իրանը փորձում է ստեղծել կառույց, որը վերահսկելու է Հորմուզի նեղուցով անցնող նավերի երթևեկությունը, ինչը նրա գնահատմամբ անընդունելի եւ ապօրինի քայլ է։ Նա ընդգծել է, որ միջազգային ջրային ուղիների նկատմամբ Իրանի վերահսկողության նորմալացումը վտանգավոր նախադեպ կդառնա ամբողջ աշխարհի համար։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ծովային շրջափակումը Իրանի կողմից դիտվում է որպես ռազմական գործողություն եւ անպայման կստանա ռազմական պատասխան։ Իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտոնյան նախազգուշացում է հղել Վաշինգտոնին, անդրադառնալով Միացյալ Նահանգների ազատության նախագիծ գործողությանը։ Նրա խոսքով ամերիկացիները արդեն հասկացել են, որ Իրանի դեմ իրականացվող ծովային ճնշումը այլևս անպատասխան չի մնալու։ Մեր տեսանկյունից ծովային շրջափակումը համարվում է ռազմական գործողություն, իսկ ռազմական գործողությունը ստանում է ռազմական պատասխան, թող դա հասկանան, հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Նա նաև սպառնալիք է հնչեցրել ամերիկյան ռազմածովային ուժերի հասցեին, ասելով, որ այսուհետև Միացյալ Նահանգները ստիպված կլինի լրացուցիչ ուղեկցող նավեր հատկացնել իր ռազմանավերին։ Թող մի քանի լրացուցիչ ուղեկցող նավ նշանակեն իրենց կործանիչների համար, որպեսզի եթե դրանցից մեկը սկսի խորտակվել, գոնե կարողանան փրկել եւ դուրս բերել իրենց նավատորմի ուժերին, ասել է նա։ ԱՄՆ պատերազմի նախարարությունը
Հրապարակել է ավելի քան 160 փաստաթուղթ եւ տեսանյութ, որոնք վերաբերում են վերջին տասնամյակներում արձանագրված չհայտնաբերված թռչող օբյեկտների եւ օդային անոմալ երևույթների դեպքերի։ Փաստաթղթերի հրապարակումը տեղի է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից 2 օր անց, երբ նա ասել էր, որ նոր բացահայտումները շատ հետաքրքիր կլինեն մարդկանց համար։ Հրապարակված նյութերի թվում կա նաև 2024 թվականին նկարահանված 21 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որն արվել է ԱՄՆ ռազմական հարթակի ինֆրակարմիր սենսորի միջոցով։ Տեսանյութում երևում է անհայտ թռչող օբյեկտ, որի ներքևի հատվածում նկատվում է ուղղահայաց զողանման կառուցված։ Նախարարության տվյալներով դիտորդներից մեկը ենթադրել է, որ երևույթը կարող է լինել ջրի մակերևույթի վրա գտնվող օբյեկտի արտացոլանք։ Հրապարակված նյութերում ներառված են նաև այլ դեպքերի լուսանկարներ եւ գծագրեր, այդ թվում ՀԴԲ-ի կողմից պատրաստված պատկեր, որը ստեղծվել է 2023 թվականի ականատեսների ցուցմունքների հիման վրա։ Ըստ այդ նկարագրությունների երկնքում պայծառ լույսից հետո հայտնվել էր մետաղական օբյեկտ, որը կարճ ժամանակ անց անհետացել էր։ Նյութերի թվում կա նաև 1972 թվականի Ապոլոն 17 առաքելությունից արխիվային լուսանկար, որտեղ լուսնի մակերևույթի մոտ երևում են 3 խորհրդավոր լույսեր։ Պատերազմի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ պետք չէ սպասել փաստաթղթերի, որտեղ ներկայացված կլինեն այլմոլորակայինների հետ շփումների լուսանկարներ կամ հարցազրույցներ, քանի որ նման նյութեր պարզապես չկան։ Չնայած դրան, ամենավորոշ հանրապետական քաղաքական գործիչներ շարունակում են պնդել, որ կառավարությունը ամբողջությամբ չի բացահայտում իրական տեղեկությունները։ Ֆլորիդայից կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան նախորդ տարի հայտարարել էր, որ տեսել է միջչափական էակների մասին ապացույցներ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ ավելի վաղ ասել էր, որ տարված է ՉԹՕ-ների թեմաներով եւ ցանկանում է ամբողջությամբ ուսումնասիրել տարածք 51-ի գաղտնի նյութերը։ Պենտագոնի 2024 թվականի հաշվետվության համաձայն վերջին տարիներին գրանցվել են հարյուրավոր նոր դեպքեր, սակայն որևէ ապացույց չի հայտնաբերվել, որը կհաստատի այլմոլորակային տեխնոլոգիաների գոյությունը կամ հենց այլմոլորակայինների գոյությունը։ Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Վարդերի այգում մասնակցել է Մայրերի օրվան նվիրված հերթական միջոցառման։ Այս անգամ երկրի գլխավոր նստավայրերին հրավիրել մայրերի, որոնք կորցրել են իրենց երեխաներին հանցագործությունների, պատերազմների կամ ահաբեկչական հարձակումների հետևանքով։ Խոսելով Մայրերի օրվա մասին, Թրամփն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն մայրերին, որոնց երեխաները զոհվել են ապօրինի ներգաղթյալների կողմից իրականացված հանցագործությունների հետևանքով։ Նա կրկին խիստ քննադատել է նախկին վարչակազմի բաց սահմանների քաղաքականությունը։ Թրամփի խոսքով վերջին տարիներին երկիրը մուտք գործել մոտ 25 միլիոն մարդ, որոնց թվում եղել են վտանգավոր հանցագործներ ու մարդասպաններ։ Նախագահը պնդել է, որ իր վարչակազմը ԱՄՆ պատմության ամենաթույլ սահմանը վերածել է ամենաուժեղ սահմանի ու հայտարարել, որ վերջին 11 ամիսներին ապօրինի մուտքերի թիվը գրեթե 0-ի է հասել։ Նա նշել է նաև, որ ֆենտանիլի հոսքը սահմանով նվազել է 59%-ով, իսկ ծովային ճանապարհով թմրանյութերի մուտքը 97%-ով։ Նա նաև առանձնացրել է զոհված զինվորների մայրերին, ընդգծելով, որ նրանց երեխաները կյանքը տվել են ամենակարևորի համար՝ Ամերիկայի։ Թրամփը նաև առանձնահատուկ անդրադարձ է արել Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին, կրկին մեղադրելով Բայդենի վարչակազմին ծանր սխալների եւ անգործության մեջ։ Նա հայտարարել է նաև, որ իր վարչակազմը մեծացրել է երեխաների հարկային արտոնությունները, ընդլայնել է դպրոցական ընտրության ծրագրերը եւ յուրաքանչյուր նորածին ամերիկացու համար նախատեսել ներդրումային աջակցություն։ Ելույթի վերջում Թրամփը կրկին անդրադարձել է սոցիալական եւ մշակութային թեմաներին, հայտարարելով, որ իր վարչակազմը պաշտպանում է կանանց սպորտը եւ դադարեցրել է երեխաների նկատմամբ իրականացվող որոշ գենդերային բժշկական միջամտությունները։ Միջոցառումն ավարտվել է Մայրերի օրվա շնորհավորանքով եւ զոհված երեխաների ու զինվորների մայրերին ուղղված հուզիչ ուղերձով։ ԱՄՆ դաշնային դատախազները պահանջում են զրկել ԱՄՆ քաղաքացիությունից նախկին դեսպան Մանուել Ռոչային։ Կոլումբիայում ծնված այս նախկին բարձրաստիճան դիվանագետը տարիներ շարունակ գաղտնի աշխատել է Կուբայի օգտին եւ համարվում է Միացյալ Նահանգների արտաքին ծառայության պատմության ամենախոշոր դավաճանություններից մեկի գլխավոր դեմքը։ Մայամիի դաշնային դատախազությունը քաղաքացիությունից զրկելու հայց է ներկայացրել դատարան, փորձելով վերջնականապես ավարտել Ռոչայի քաղաքական ու դիվանագիտական անկումը։ 75-ամյա Ռոչան ձերբակալվել էր 2023 թվականի վերջին եւ հետագայում դատապարտվել 15 տարվա դաշնային բանտարկության, ընդունելով, որ տասնամյակներ շարունակ գործել է որպես Կուբայի գաղտնի գործակալ։ Հետաքննության ընթացքում գաղտնի տեսած ձայնագրություններում նա գովաբանում է Ֆիդել Կաստրոին, անվանում նրան հրամանատար եւ հպարտությամբ խոսում Կուբայի կոմունիստական կառավարության համար իր
կատարած աշխատանքի մասին, այն բնութագրելով որպես պատմական հաղթանակ ԱՄՆ-ի դեմ։ Ռոչան համաձայնել էր ընդունել իրեն ներկայացված 15 դաշնային մեղադրանքները, խուսափելով բաց դատավարությունից, որը կարող է նոր մանրամասներ բացահայտել այն մասին, թե ինչ տեղեկություններ էր նա փոխանցել Կուբային աշխատելով ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում։ Նա զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Բոլիվիայում, ինչպես նաև կարևոր պաշտոններ է ունեցել Արգենտինայում, Մեքսիկայում, Սպիտակ տանը եւ ԱՄՆ պետդեպարտամենտում։ Դատանի փաստաթղթերի համաձայն Ռոչան առաջին անգամ կապ է հաստատել Կուբայի հետախուզության հետ 1973 թվականին Չիլիում ուսանողական ծրագրի շրջանակում Սալվադոր Այենդեի իշխանության վերջին շրջանում։ Դրանից հետո ըստ մեղադրանքի Հավանայի հանձնարարությամբ նա սովորել է Հարվարդի եւ Ջորջթաունի համալսարաններում, իսկ հետո աշխատանքի անցել ԱՄՆ պետդեպարտամենտում։ Վերջին տարիներին ԱՄՆ արտարադատության նախարարությունը զգալիորեն ընդլայնել է ընդհանրապես քաղաքացիությունից զրկելու գործերը, հատկապես ազգային անվտանգության, ահաբեկչության եւ լրտեսության հետ կապված դեպքերում։ Միայն այս շաբաթ Թրամփի վարչակազմը հայտարարել է եւս 11 անձի քաղաքացիությունից զրկելու գործընթաց սկսելու մասին։ Բազմաթիվ դպրոցներ եւ համալսարաններ փորձում են վերականգնվել լայնածավալ կիբերհարձակումից հետո, որը խափանել էր կանվաս կրթական հարթակի աշխատանքը հենց ավարտական քննությունների ամենաթեժ շրջանում։ Կանվասը Միացյալ Նահանգներում լայնորեն օգտագործող առցանց ուսումնական համակարգ է, որի միջոցով ուսանողները հանձնում են քննություններ, ստանում գնահատականներ, դիտում դասախոսություններ ու շփվում դասախոսների հետ։ Հարթակի մայրընկերությունը Instructure-ը հայտարարել է, որ ծառայությունը մեծ մասամբ արդեն վերականգնվել է, սակայն որոշ ուսումնական հաստատություններ դեռևս սահմանափակում են մուտքը անվտանգության լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար։ Կիբերհարձակման պատասխանատվությունը ստանձնել է Shiny Hunters անունով հաքերային խումբը, որը նախկինում նույնպես կապվել է խոշոր տվյալների արտահոսքերի եւ կիբերհարձակումների հետ։ Խումբը հիմնականում բաղկացած է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի երիտասարդ հաքերներից։ Նրանք հայտարարել են, որ կարող են հրապարակել մոտ 9000 դպրոցների եւ շուրջ 275 միլիոն մարդու տվյալներ, եթե պահանջված փրկագինը չվճարվի մինչև սահմանված ժամկետը։ Ավելի ուշ նրանք երկարացրել են վերջնաժամկետը, ակնարկելով, որ որոշ կրթական հաստատություններ սկսել են բանակցել իրենց հետ։ Ըստ Instructure-ի անվտանգության բաժնի ղեկավար Steve Proud-ի, արտահոսքի ենթարկված տվյալների թվում կարող են լինել ուսանողների անուններ, էլեկտրոնային հասցեներ, ուսանողական համարներ եւ հաղորդագրություններ։ Սակայն ընկերությունը հայտարարել է, որ առայժմ որևէ ապացույց չի հայտնաբերվել, որ հաքերները ստացել են գաղտնաբառեր, ծննդյան ամսաթվեր, պետական փաստաթղթերի տվյալներ կամ ֆինանսական տեղեկատվություն։ ԱՄՆ աշխատաշուկան ապրիլին ցույց է տվել սպասվածից ավելի ուժեղ արդյունքներ, ինչը կարող է դաշնային պահուստին լրացուցիչ պատճառ տալ տոկոսադրույքները անփոփոխ պահելու համար։ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն ապրիլին տնտեսությունում ստեղծվել է 115,000 նոր աշխատատեղ։ Սա զգալիորեն գերազանցել է տնտեսագետների կանխատեսումները, որոնք սպասում էին մոտ 62,000 աշխատատեղի աճ։ Միևնույն ժամանակ վերանայվել են նաև մարտ ամսվա տվյալները, նախնական ցուցանիշը բարձրացվել է մինչև 185,000 աշխատատեղի։ Գործազրկության մակարդակը սակայն պահպանվել է 4.3%-ի սահմանում։ Տնտեսագետները նշում են, որ աշխատաշուկան վերջին ամիսներին բավական անկայուն է եղել, իսկ 2025 թվականի կեսերից սկսած աշխատատեղերի թիվը երբեմն աճում է, երբեմն նվազում, ու փորձագետները դա կապում են մի շարք գործոնների հետ՝ պետական աշխատատեղերի կրճատումներ, գործադուլներ, եղանակային խափանումներ, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության ազդեցությունը։ Վերլուծաբանների մի մասը նկարագրում է իրավիճակը որպես դանդաղ աշխատանքի ընդունում, դանդաղ ազատում փուլ, երբ ընկերությունները զգուշավոր են նոր աշխատակիցներ ընդունելու հարցում, բայց նաև չեն շտապում զանգվածային կրճատումներում։ Տնտեսագետների խոսքով ներգաղթի նվազումը եւ բնակչության ծերացումը նշանակում են, որ Միացյալ Նահանգների տնտեսությանը ներկայումս անհրաժեշտ է ամսական ընդամենը մոտ 50,000 նոր աշխատատեղ աշխատունակ բնակչության աճին համընթաց մնալու համար։ Փորձագետները նաև նշում են, որ չեն գնահատել Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը ամերիկյան աշխատաշուկայի վրա, քանի որ դեռևս վաղ է։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Եթե մինչև երկուշաբթի արտակարգ դեպքեր չգրանցվեն, ապա կհանդիպենք հենց շաբաթվա սկզբին, իսկ եթե հակառակը լինի, ապա կլինենք նաև մենք արտակարգ ռեժիմով աշխատելով եւ վաղը, եւ կիրակի։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։